Մենք գտնվում ենք Թումանյան փողոցում, որտեղ այս տարի աշխատանքները վերսկսվել են փողոցների վերաձևավորման, որոնք իրականացվում են Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումը առավել արժեքավոր ծառատեսակներով ինվազիվ ծառերի հեռացում խորագրի ներքո։ Ես ուզում եմ մանրակրկիտ ցույց տամ աշխատանքների գործընթացը, որտեղ որ մեր բնակիչների կողմից թույլ ըմբռնումներ կան, նաեւ կան տարբեր քաղաքական, ոչ քաղաքական, ինտրիգային արտահայտություններ, որոնք որ բերում են շեղումների։ Նայեք, ակնադիտականով, երբ որ մենք նայում ենք թեղի մանրատերև ծառատեսակը, ինքը թվյացյալ երևում է առողջ ծառ, բայց երբ մենք իրականացնում ենք հեռացում, մենք այստեղ տեսնում ենք բակտերիալ հոսքը եւ նրա փչակը։ Սա արդյունքն է նեմատոդ ворթերի, որոնք նեսից խանգարելով իր սիստեմային համակարգը, մասնավորապես տերև արմատ կոռելացիոն կապը, ինչպես նաև հանքային եւ օրգանական նյութերի փոխհարաբերությունները ամբողջովին խթանելով դրանք, բերում է այս վիճակին եւ ծառը փաստացի դառնում է ընդամենը կաղապարը։ Մեջից նա ոչ մի ֆունկցիա չի անում։ Սրա հետևանքով ծառը կորցնում է իր իմունիտետային համակարգը եւ նրա վրա բազմանում են թեղի մանրատերև ծառատեսակին հարիր, թեղու տերևակեր բզեզները, միջատները, որոնք եւ մեծ անհարմարություններ են պատճառում Երևանաբնակներին, որոնք էլ դիմելով քաղաքապետարան, կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հողին պարտադրում, խնդրում, հորդորում են, որպեսզի օր առաջ իրականացվի նման աշխատանքները։ Ես եւս մեկ բան պետք է ավելացնեմ, որ մարդիկ ասում են ինչու բուժում չեք անում, հարգելի քաղաքացիներ, բուժման աշխատանքները չի կարելի ինտենսիվ անել։ Բուժման աշխատանքները այլ կերպ անվանվում է վերգետնյա կամ ստորգետնյա քիմիական պայքարի աշխատանքներ, որը իրարից ներառում է տարբեր կոնցենտրացիաներով, քիմիկատներով սրսկման աշխատանքներ, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, մասնավորապես տեղական լոկալ օդի աղտոտվածությանը եւ քիմիայով դրա ավելի վատ դարձնելու։ Ուստի հորդորում ենք ձեզ ուշադիր լինել քաղաքապետարանի մասնագիտացված կառույցի կողմից իրականացվող աշխատանքներին եւ վստահել քաղաքային իշխանություններին եւ իրականացվող աշխատանքներին։ Վերջում ավելացնեմ, որ ներկա պահին կամ այս տարի Թումանյան փողոցը բերվում է ամբողջական տեսքի, մնացած հատվածի ծառատեսակներն են փոխարինվելու հուդածառ եվրոպականով, ինչպես նաև բնաբաժակներին եւ սիզամարգերին նոր լուծումներ են տրվելու։